Դեռևս հետաքննություն է ընթանում եւ FBI, այսինքն հետաքննությունների դաշնային բյուրոն շարունակում է հետաքննել եւ քանի դեռ չկա պաշտոնական պատասխան, այսպես տարբեր վարկածներ են առաջ քաշում եւ այդ վարկածների ուրեմն առաջ քաշմանը նաեւ նպաստում են այն հանգամանքը, որ մինչեւ շաբաթ օրը, այսինքն ուրբաթ օրը նա եղել էր Ուկրաինայում, այց էր կատարել Ուկրաինա եւ այնտեղ այդ այցի ընթացքում ուրեմն ինքը նաև եղել էր դրոնների արտադրության գործարանում ուրբաթ օրը։ Իսկ շաբաթ օրը մենք իմացանք լուրերից, որ Ռուսաստանը ռմբակոծել է այդ գործարանը եւ ամենատարածված այսպես ուրեմն դավադրապաշտական տեսությունն այն է, որ իրականում Լինզի Գրամը մահացել է ոչ թե Վաշինգտոնում իր ուրեմն բնակարանում, այլ սպանվել է հենց այդ դրոնների գործարանում շաբաթ օրը։ Այդպիսի տեսություններ կան, բայց դա հերքվում է մի շարք փաստերով, մասնավորապես նախագահ Թրամփը ասում է, որ շաբաթ երեկոյան ինքը հեռախոսազանգ է ստացել Լինզի Գրամից եւ նրանք խոսել են ուրեմն Save America Act կա, որով բավականին շատ կարևոր հարց, հանրապետականների համար կարևոր հարցեր են լուծվում, որը պատրաստվում է քվեարկության ուրեմն Միացյալ Նահանգների կոնգրեսում եւ Լինզի Գրամը, այսպես ասենք, իր աջակցությունն է հայտնել եւ հայտնել է նախագահ Թրամփին, որ իր բոլոր ռեսուրսները դնելու է, որպեսզի այդ նախագիծը անցնի։ Այսինքն ես մեր զրույց է ուրեմն տեղի ունեցել եւ նա եղել է Վաշինգտոնում, թեև դրան էլ ի պատասխան այլ ուրեմն դավադրապաշտական տեսություններ են հիմա շրջում ուրեմն on-line տարածքներում այն մասին, որ Թրամփի զանգը կարող էր լինել օրինակ արհեստական բանականությամբ ստեղծված ինչ-որ խոսակցություն։ Ամեն դեպքում այդ տեսությունները չեն դադարում եւ դրան նաեւ այսպես ասենք կրակին յուղի ավելացնում նաեւ այն, որ FBI-ը դեռևս հետաքննություն է իրականացնում։ Կա մեկ այլ տարբերակ դարձյալ այդ դավադրապաշտական ուրեմն թեմաներից խոսքը գնում է Իսրայելի մասին, ասում են, որ Իսրայելն է իրեն ուրեմն վերացրել, որպեսզի, այսպես ասենք, մեղքը բարդի Ռուսաստանի կամ չգիտեմ Պարսկաստանի վրա, Իրանի վրա իրենց ուրեմն ծրագրերը առաջ տանելու համար, հետագա այսպես դավադիր ծրագրերը առաջ տանելու համար, դա եւս տեսություններից մեկն է, բայց մի բան մենք գիտենք, որ Լինզի Գրամը ուրեմն միշտ իր ամբողջ կարիերայի ընթացքում եղել է այսպես ընդունված նեոկոնների ամենամեծ նեոկոնը, այսպես սիմվոլիկ նեոկոն, այսինքն շատերը նույնիսկ իրեն անվանում էին պատերազմի կուսակցության կարկառու ներկայացուցիչ, ինքը տարիներ շարունակ, այսպես ասենք, կոնգրեսում ներկայացրել է military industrial complex, ռազմական արդյունաբերության շահերը եւ ասում են, որ բավական մեծ գումարներ է այնտեղ աշխատել եւ նաեւ Իսրայելի շահերը նույնիսկ եղել են դեպքեր, երբ որ ինքը ասել է, ես ավելի ուրեմն Իսրայելի շահերը ավելի բարձր եմ դասում, քան ամերիկյան եւ հիմա նույնիսկ մահից հետո չեն դադարում նրա նկատմամբ այսպես մեղադրանքները եւ ոմանք նաեւ ասում են, որ շատ ուրախ են, որ ինքը այլևս չկա, որովհետեւ նեոկոն գլխավոր նեոկոնը վերացավ։ Մի խոսքով այդպիսի տեսություններ կան, նաև տեսություններից մեկն էլ այն է, որ ամերիկյան հենց deep state-ն են շարքից հանել, ինչ-ինչ պատճառներով, չգիտենք, բայց ամեն դեպքում FBI-ը, այսինքն հետաքննությունների դաշնային բյուրոն շարունակում է այդպես հետաքննությունը եւ հուսով եմ առաջիկայում ինչ որ տեղեկություններ կհաղորդվեն։ Այսինքն ոչ թե ես եմ հույսով, այլ հասարակությունն է սպասում, այո։ Շնորհակալություն Արթուր եւ հետաքրքիր է նաեւ Բենյամինի կարծիքը Գրեմի մահվան հետ կապված։ Բենյամին Արթուր ուղղակի մի նրբերանգ կուզենայի ասել Լինսի Գրեմի մահից հետո հարավային Կարոլինայում սենատոր է նշանակվել իր քույրը Դարլին Գրեմը ինձ թվում է սա բավականին ժողովրդավարության բավականին հետաքրքիր դրսևորումներ են Հայաստանում սրան ասում են խնամի ծանոթ բարեկամ համակարգ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում էս կնոջն են նշանակել որը եթե ես չեմ սխալվում իսկ ես չեմ սխալվում լավ այսպես ասենք էլի իր եղբորպես քաղաքականությամբ չէր զբաղվում։ Սա զուտ ուղղակի արձանագրենք, թե ինչ հետաքրքիր մեխանիզմներ են նաև գործում Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու նաև Արթուրի խոսքի վերջին հատվածը կապված նրա հետ, որ իրեն ոչնչացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների խորհրդային պետությունը, Լինսի Գրեմին։ Ուրեմն կարդում ենք հետևյալը.
Ամերիկացի հանգուցյալ սենատոր Լինսի Գրեմը ցանկանում էր ուկրաինական հակամարտության շարունակությունը։ Ես ցանկանում եմ, որ ուկրաինական պատերազմն արագ ավարտվի, կարծում եմ նա ավելի շատ տրամադրված էր դրա շարունակությանը։ Անկեղծ ասած, նա չափազանց ռազմատենչ էր տրամադրված այս հարցում։ Դոնալդ Տրամփի խոսքն է Լինսի Գրեմի մահից հետո CNN-ն է մեջբերում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ասում է, որ ինքը ուզում էր պատերազմն ավարտվեր, իսկ Լինսի Գրեմը չէր ուզում պատերազմն ավարտվեր։ Հետևությունները թողնում են մեր հարգելի հեռուստադիտողներին։